գնան ճիշտ ընտրություն անեն, արժանի ղեկավար ընտրեն, փոփոխություն անպայման կլինի։ Եթե ձեր համար թանկ է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդի ապագան, խնդրում եմ գնալ ընտրությունների։ Գիտեք, որ հունիսի 7-ին տեղի են ունենալու ազգային ժողովի ընտրությունները։ Այո։ Գիտեմ։ Այո։ Այո։ Գնալու եք ընտրությունների։ Անպայման։ Իհարկե։ Անպայման։ Այո։ Ինչու եք կարևոր համարում ընտրությունների գնալը։ Պետության ղեկավարի վերջնակետը դնելու համար ես այդպես եմ անում։ 8 տարի ցույց տվեց, այս մարդը խաբեպա է։ Կապիտուլան տա, խաբեց։ Որ արտահայտենք մեր կարծիքը մեր ինքնիշխան սուվերեն երկրի հանդեպ։ Ընտրությունը իմ ձայնն է, ես կուզենայի այն ինչ որ իմ երկրում կատարվի, ես տայի այն թեկնածուին, որը որ հոգեհունք է եւ ինձ հարազատ է։ Ամեն մարդ պիտի գնա էլ։ Ինչը ձեզ այժմ չի գոհացնում Հայաստանում։ Կյանքում որ խնդիրներն եք համարում արդիական, ակտուալ։ Աշխատավարձը չի բարձրանում։ Լսում ենք իշխանություններին միջին աշխատավարձը 400,000 է, բայց նման բան չկա։ Երևի իրանց համար է 400,000։ Սովորական աշխատողների համար 100-150,000 դրամ հետի ասենք լավ չի։ Հայաստանում այսօր չի գոհացնում մեր պարտությունից հետո Ադրբեջան-Թուրքիա այդ հարաբերությունները։ Կա շարակերությունն է շարունակում, ընկած օրենքները չեն կիրառում, ուրիշ պետությունների շահերն են այստեղ ներդրել։ Ամեն ինչը չի գոհացնում, կոռուպցիան, իբր թե նախկինները կոռուպցիա, հակար, բայց դու եկար 8 տարի ինչ արեցիր, հակառակը 30-ապատիկ կոռուպցիան ավելացրեց։ Ինչպես եք կարծում, ընտրությունները կօգնեն լուծել այն խնդիրները, որոնց մասին խոսեցիք։ Ինչպես։ Իհարկե 100% լուծումները դա բացառում է, դա կլինի ուտոպիայի դասի բանի ժամերից, կլինեն դրական տեղաշարժեր կլինեն, քայլ առ քայլ պետք է գնալ այդ ամեն ինչի։ Ընտրությունները կարող են փոխել մեր ազգի վերաբերմունքը դեպի ինքներս մեզ, մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախ ապրելու ձգտումը, որ չունենանք տեր, հովանավոր, երաշխավոր։ Ինչ եք կարծում, որքան շատ մարդ գնա ընտրություններին, այնքան լավ է։ Ինչու։ Շատ գնան լավ է։ Այո։ Մարդիկ իրաց կարծիքը պետք է արտահայտեն, անտարբեր ամենավատ բանը անտարբեր մարդն է։ Որքան շատ մարդ գնան ընտրություններին, բոլորը պետք է գնան, որպեսզի բոլորի կարծիքը իմի բերվի եւ հասկանանք, որ հատկապես եթե շատ է լինում, շատի գաղափարը, միասնականությունը արդեն լրիվ ուրիշ բան է հուշում, արդեն հուշում է ճիշտ ուղղությունը։ Ինչ եք կարծում, Հայաստանի ժողովուրդը հնարավորություն ունի ընտրությունների միջոցով ազդել երկրի կյանքի վրա։ Եթե ամեն մարդ իր խղճի հանդեպ, եթե ուզում են իրանք իրաց թորների վիճակը, իրանք երեխաների վիճակը, վաղը չեմ իսկ որ իրաց թորները, իրանք երեխաները չթքեն իրանք երեսին, գնան ճիշտ ընտրություն անեն, արժանի ղեկավար ընտրեն, փոփոխություն անպայման կլինի։ Իհարկե, ինչ խոսք, իհարկե։ Ինչ կասեք մեր երկրի բնակիչներին, որ կոչ անեք մասնակցել ընտրություններին։ Իմ սիրելի ժողովուրդ, սիրեք ձեր հայրենիքը պաշտեք, գնացեք ընտրությունների։ Եթե դուք ձեր մասին չեք մտածում, գոնե մտածեք ձեր երեխաների մասին, մտածեք ձեր թորների մասին, վաղը ձեր թորները ձեր երեսին չթքեն։ Նիկոլ Փաշինյանը 300,000 ադրբեջանցի բերելու է մտցնելու։ Եթե ձեր համար թանկ է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդի ապագան, խնդրում եմ գնալ ընտրությունների։